չէ, որ հարուստ պատմություն եւ ձևավորված ավանդույթներ ունեցող քաղաքների բնակիչները հիմնականում դժվարությամբ են ընդունում ժամանակի պահանջով առաջադրվող նոր լուծումներն ու նորամուծությունները։ Այս տեսանկյունից բացառություն չեն նաեւ երևանցիները, ում համար մայրաքաղաքի հատկապես արտաքին տեսքի որոշակի փոփոխության ուղղությամբ կատարվող յուրաքանչյուր միջամտություն ոչ միշտ է որ կարող է լինել ընդունելի կամ ընկալելի։ Այդուամենայնիվ այս հարցում լինում են նաեւ բացառություններ, եւ այդ դեպքում նորամուծությունը ոչ միայն անմիջապես ընդունվում եւ ընկալվում է, այլև դիտարկվում է որպես կիսատը ամբողջական դարձնելու իսկապես սպասված փոփոխություն։ Մայրաքաղաքի 2012 թվականի զարգացման ծրագրով տարեսկզբից իրականացվող բազմաթիվ աշխատանքներ հենց այդ բացառությունների շարքին դասվեցին ու ի սկզբանե հաճույքով ընդունվեցին քաղաքացիների կողմից։ Քայլում ես Երևանի փողոցներով, այդ տակի անցումներով, տեսնում ես ինչքան է գեղեցկացել Երևանը։ Ժամանակին ես երազել եմ, որ Երևանում լինի ծաղիկներ, գազոններ, գեղեցիկ անցումներ, մաքուր, դա։ Եվ ես հիմա այստեղից դուրս եկա, այդտեղ դալանը ասում են, դա, այդ դալանը շատ գեղեցիկ է ու ամենտեղ տենց գտնում ես, որ իրոք ապրում ես շատ գեղեցիկ քաղաքում։ Շատ շնորհակալ եմ, շատ ուրախ եմ, որ մեր այս փոքրիկ երեխաները արդեն в эстетическом городе будут расти. Я счастлива. Շատ գեղեցկացել է, հաճելի է, որ երեկոյան դուրս են գալիս, խոսում ենք, շատ լավ է, ապրել իրենք, շնորհակալ ենք, որ այդպես լավ գործեր են անում։ Քաղաքապետի Տարոն Մարգարյանի աշխատանքը ես գերազանց եմ գնահատում եւ հիացած եմ իրեն աշխատանքով։ Որպես քաղաքապետ եւ որպես մարդ գերազանց մենք ավանում եղել ենք մաքրամաքուր ավելին քան կենտրոններ։ Հիմա ամբողջ քաղաքն է լավացել։ Առաջվա համար շատ մեծ փոփոխություններ կա, շատ գեղեցկացել է, շատ մաքուր է, մեր բակը շատ մաքուր է, հաճախակի մաքրվում է, աղբը թափվում է ժամանակին, ամեն ինչ նորմալ է։ Կասկածից վեր է, որ այն ամենը, ինչն արվում է սիրով եւ անշահախնդիր նվիրումով, միշտ էլ արժանանում է գնահատանքի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով իր աշխատակարգում որպես առաջնահերթություն մշտապես կարևորել ու կարևորում է քաղաքացիների համար հարմարավետության ապահովումը, քաղաքային բոլոր ծրագրերի իրականացման պատասխանատուների առջև էլ որպես ելակետ դրել է հենց այդ հիմնանպատակին հասնելու պահանջը։ Հենց այդ պահանջն է նաեւ, որ դառնալով ամենօրյա աշխատանքի ուղենիշ, հետսետե կյանքի է կոչվում եւ Երևան նորեցօր դառնում է ավելի ու ավելի գունառատ, գրավիչ եւ ջերմ։ Բացառություն չէ նաև մայրաքաղաքի կամարանցումների գեղարվեստական նկարազարդման ծրագիրը։ Քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են շուրջ 6 տասնյակ կամարանցումների բարեկարգման ու նկարազարդման աշխատանքները։ Այս ծրագրի հիմնական նպատակը դա նա էր, որպեսզի նախ եւ առաջ գեղեցկացնենք մեր կամարանցումները, որովհետեւ շատ տհաճ էր անցնելը, որովհետեւ կեղտոտ էր եւ տարբեր տեսակի արտահայտություններ էին գրված, իսկ այսօրվա դրությամբ ես նկատում եմ, որ շրջիկները նույնիսկ ուրիշ երկրներից գալիս են եւ լուսանկարվում են կամարանցումներում, որը որ կարող եմ ուրախաբար ասել, որ դա այդ թեկուզ այդ մարդկանց համար տեսեք նույն կամարանցումը արդեն Երևան քաղաքի ինչ-որ մի մասնիկներից մեկն է դառնում։ Հայոց բնաշխարհի բնապատկերներ, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններ ու մանկան վառ երևակայությունն արտահայտող նկարներ։ Այն, որ ծրագիրն իսկապես հաջողվել է, փաստում է նաև երևանցիների ու քաղաքի բազմաթիվ հյուրերի անկեղծ հիացմունքը։ Ու սխալված չենք լինի, եթե ասենք, որ նկարազարդ կամարանցումները համալրել են երևանյան ինքնատիպ կոլորիտի բնորոշիչների շարքը։ Ես շատ գոհ եմ, ուրիշ շենքերի բակում տեսել էի այս արտաների տակը, այսօր էլ մեր շենքում շատ գեղեցիկ, շատ գոհ եմ։ Նամանավանդ այս գեղեցիկ 58-ը, որ շոկեկարշը քաշվում է դեպի անվերջություն։ Շատ գեղեցիկ նախաձեռնություն է եւ 4 տոն է հաղորդում քաղաքին։ Ավելի գունավոր տեսք է ստացել քաղաքը։ 20 տարի սրանից առաջ գնացում իմիջ չեմ ջինանչում։ Շատ լավ է։ Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց շարունակել ծրագիրն ու բարեկարգել եւ նկարազարդել երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարակապ անցումները եւս։ Կարող եմ ուրախությամբ ասել մեր համակարգացիներին, որ ծրագիրը շարունակվելու է, որտեղ
մեր հարգարժան քաղաքապետը տվեց հանձնարարական, որպեսզի եւս մնացած կամանացումները, որոնք որ դեռ չեն կատարվել, նկարազարդվեն։ Դրանք մոտավոր քանակությամբ 40-ից 50-ն են, որոնք որ մեր հաշվարկով մնացել են, եւ մոտակա ժամանակներում մենք նաեւ կունենանք այդ կամանացումները արդեն վերանորոգած եւ նկարազարդված։ Իդեպ, մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի մեկնարկեց եւս մեկ ծրագիր, որի շնորհիվ վառ գույներ ու նոր շունչ են ստանում նաեւ բակային տարածքների անշուք պատերը։ Բազմաթիվ տաղանդաշատ երևանցիներ միանալով քաղաքապետի կոչին անկեղծ նվիրումով նկարազարդում ու իրենց լուման են ներդնում մայրաքաղաքի գեղեցկացման գործում։ Հաշվի ենք առնում նաև բնակչության ցանկությունը, ճաշակը, կարծիքը, երեխաները հատկապես հեքիաթի հերոսների նկատմամբ անտարբեր չեն, երբեմն իրանց առաջարկում կարող ենք պլանավորած լինենք ինչ-որ բան, բայց տեղում փոփոխություն կատարենք ելնելով բնակիչների ցանկություններից, շատ դրական արձագանքներ կան։ Ոնց որ շունչ տանես տարածքին, իսկ այն ժամանակ անշուք էր, այս քարերը քանդված։ Գորշ միջավայրը փոխվում է դեպի լավը ու համոզված ենք, որ շարունակական կլինի։ Մենք չենք պատկերացնի, որ այսքան գեղեցիկ եւ մեծ նկարներ կլինեին։ Մնում է միայն խնամքով վերաբերել այն ամենին, ինչը սիրով ու անկեղծ նվիրումով արվում է հանուն երևանցու հարմարավետության ու մեր սիրելի քաղաքի ել ավելի ներկայանալի տեսքի ապահովման ուղղությամբ։ Սիրենք մեր քաղաքը։ Երևանը մեր տունն է։ Մայրաքաղաքի կանաչապատման օրեցօր ավելացող ծավալների համատեքստում մեծ ուշադրություն է դարձվում նաև մայթերին հարակից տարածքների ձևավորմանը։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուների հետ պարբերական հանդիպումների ընթացքում մշտապես նշում է, որ ձեռքբերումները տպավորիչ են, սակայն եղածով բավարարվել պետք չի, անհրաժեշտ է մշտապես մտածել նոր նվաճումների մասին։ Պրոշյան փողոցը Երևանի քաղաքապետարանի ծրագրերով այս տարի հիմնանորոգված փողոցներից մեկն է, մինչ այդ այստեղ այսպիսին էր գազոնների վիճակը։ Պատկերը ամբողջական չէր լինի, եթե ընդհանուր բարեկարգումից հետո պատշաճ տեսքի չբերվեին նաև սիզամարգերը։ Անցկացրեցիք նոր ոռոգման ցանց, դուք տեսաք, արդեն բարեկարգել ենք տարածքը եւ ջերմաշճանը մինչեւ 20 աշճան քիչնի նոր կատարենք սերմնացը։ Տպավորիչ տեսք են ստացել նաև Մոսկովյան Իսահակյան փողոցների մայթերին հարակից հատվածները։ Միտեղ գազոններն են ավելացել, մյուս հատվածներում ծաղկանոցները, որոնք կոնկրետ այս տարածքում օրերս են ձևավորվել։ Այստեղ ևս անցկացվել է ոռոգման նոր ցանց եւ լցվել է հատուկ բուսահող։ Մոտ մի 15 օր առաջ վերջնականապես արդեն ջուրը մտցրեցինք փողոցի ծաղկային տարածքներ, շատ օպերատիվ կազմակերպեցինք, քաղաքապետարանը տրամադրեց տնկանյութը։ Հողը մենք էլ փորձեցինք հնարավորինս արագ ծաղկապատենք այս հատվածները։ Իդեպ մեր նկարահանման պահին էլ ծաղկանոցները ջրվում ու խնամվում էին։ Ոնց որ տամն եմ անում, իմ ծաղիկներն եմ նայում, նույնը մեր քաղաքի, մեր բնակավայրում, որ հաճույք ստանան բոլորը, ոչ միայն ես։ Վերակառուցեցինք հին ոռոգման ցանցը եւ անցկացրեցինք նորը։ Նրանից հետո վերակառուցեցինք նաեւ սիզամարգը, որպեսզի դառնար ամբողջական։ Իսկ լրիվ տեսք տալու համար մենք դրեցինք նաև ծաղիկներ։ Տեսեք, օգոստոս ամիսն է, բայց մենք նոր ծաղկապատում ենք անում։ Ուզում ենք հասցնել, որ յուրաքանչյուր փողոց ունենա իր գեղեցիկ անկյունը։ Մենք չենք ասում, որ ավարտել ենք ծաղկապատումը Երևան քաղաքում, էլ գործ չունենք։ Պարզապես անդադար աշխատանք է, անվերջ աշխատանք։ Նախկինում Քանաքերձեթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի այս հատվածում պատկերը մեղմ ասած տպավորիչ չէր։ Շնորհիվ աղբի հեռացման, հողաշերտի հարթեցման կատարվել է նոր ցանց։ Շուտով կարմիր քարե շերտով պատված այս տարածքը կմիախառնվի հողից ծլարձակող կանաչի հետ, իսկ Դավիթ անհախտ փողոցում դալար կանաչի առաջին տպավորությունն արդեն ակնհայտ է։ Ամեն օր այստեղ ոռոգում է կատարվում։ Հիմա քանի որ նոր ենք ցանց արել, օրը մի երկու անգամ ենք ջրում, որ շոթերին կարողանանք ստանալ գազոնը։ Եղած սիզամարգերի վերաձևավորման, նորերի ստեղծման ու ծաղկային տարածքների ավելացման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան Փիրումյան խաչմերուկում հայտարարություններն ու գովազդներն անվճար փակցնելու վահանակը համարյա դատարկ է։ Փոխարենը կից էլեկտրասյուներն են վահանակի նպատակին ծառայեցվում, ծառայությունների բազմազան առաջարկություններով։ Մտքից ինչ անցնում է, գրում են եւ կպցնում են, կա ավելի վստահելի աղբյուրներ, որ կարելի է օգտվել։ Ես երբևէ չեմ օգտվում, որովհետեւ լուրջ չեմ համարում այն հայտարարությունը, որը սովորաբար այսպեսի ձևով նկարված կլինի կամ կպցված կլինի։ Սակայն եթե անգամ այս առաջարկը պահանջված չէ, միևնույնն է մայրաքաղաքի գրեթե բոլոր հենասյուներն ու բազմաթիվ շենքերի պատեր մարդու հասակից քիչ բարձր առայժմ աղտոտված են հայտարարություններով։ Բայց մայրաքաղաքն արդեն մաքրվում է թռուցիկ հայտարարություններից։ Հիմնական նախաձեռնությունը քաղաքապետի կողմից դա նա է, որ այն հայտարարությունները, որոնք որ ահավոր տգեղացնում են մեր բակային տարածքները եւ մեր փողոցները, որոնք որ պատերի վրա կպցված են, դրանք ամբողջովին մաքրվել։ Մայրաքաղաքի բոլոր համատիրությունների աշխատանքի շնորհիվ հենասյուներին ու պատերին փակցված հայտարարությունների աղբի մի մասը արդեն աղբամաններում է։ Բոլոր վարչական շրջաններում աշխատանքներն սկսվել են միաժամանակ։ Ինչքան էլ բարձրանում եք, այլի փոխել ենք այդ ռեկլամները վերացնում ենք։ Հատուկ կլե է, ինչ չգիտեմ, դժվար է փոխել։ Տարբեր ծառայությունների հայտարարությունները նաև փակցվում են բնակիչների համար պիտանի հայտարարությունների վրա, համատիրությունների ծանուցման տախտակներին։ Սա մեր համատիրության հայտարարությունների տախտակն է, հայտարարություններ մեր վարչական շրջանի ղեկավարի, ինչպես նաև քաղաքապետարանի այն հանձնարարությունները, որը որ կապված են բնակչության հետ։ Այս այդ հրամանն է քաղաքապետարանի, որ յուրաքանչյուր անց իրավունք ունի, երբ որ ժամին գնա եւ իր ձևով քաղաքապետարան իր հարցերը բարձրացնի։ Անվճար հայտարարություններով ծառայությունները գովազդողների համար քաղաքապետարանը նախընտրելի այլընտրանք է առաջարկում։ Քաղաքն աղտոտող հայտարարություններից մաքրված ու խնդրի առավել քրոնիկ վայրերում տեղադրվելու են վահանակներ։ Ցուցանակների արտաքին տեսքի առաջարկը պատրաստ է, որը ներկայացվելու է քաղաքապետին։ Քաղաքը իր տեսքն է ունենում արդեն եւ երբևիցե չենք պատրաստվում այդ ստիլից դուրս գալ։ Դրա համար նմանատիպ լուծումները միշտ էլի պետք է լինեն այդ մեր ոնց որ նստարանների արտաքին տեսքն է այդ տեսքի մեջ։ Իսկ հայտարարություններից մաքրված հենասյուներն արդեն ներկվում են։ Քարաթափման հնարավոր վտանգներ կայացնող մայրաքաղաքի ճանապարհահատվածներում այս օրերին շարունակվում են իրականացվել անվտանգ երթևեկության ապահովման համալիր միջոցառումներ, այդ թվում քարաթափման, ցանցապատման եւ հենապատերի բարձրացման աշխատանքներ։ Սա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականն է, որը պետք է ավարտվի հնարավորինս սեղմ ժամկետում։ Այսպես, Սարալանջի ճանապարհի շուրջ 800 մետր երկարությամբ հատվածում ընթացքի մեջ են արհեստական քարաթափման եւ գրունտային հատվածների հեռացման աշխատանքները, որից հետո կլայնացվեն գրպանիկներն ու կբարձրացվեն հենապատերը։ Հենապատերի իրականացման ծրագիրը այս տարի ներառում է 13 օբյեկտներ։ Դրանք կարելի է բաժանել երկու խմբի։ Հենապատեր, որոնք տեղակայված են ներթաղամասային հատվածներում, ռելիեֆային հատվածներում եւ հենապատեր, որոնք ուղղակի ընկած են խոշոր նշանակության ճանապարհների առաջին գծի վրա հենց։ Քարաթափման վտանգի խնդիրն առկա է նաև Միասնիկյան պողոտայում։ Ճանապարհի մի մասում արդեն հեռացվել են մետրոայրաբեկորները, ամրացվել են նաև մետաղական ցանցեր, ինչը հնարավոր քարաթափման ժամանակ թույլ չի տա, որ բեկորները հայտնվեն ճանապարհի երթևեկելի մասում։ Այժմ ընթացքի մեջ են հենապատերի բարձրացման աշխատանքները։ Տեղ կա, որ պետք է բարձրացնել 5 մետր, 4 մետր, 6 մետր, ըստ անհրաժեշտության։ Ճարտարապետական նախագծային կազմակերպությունը համապատասխան գոյություն ունեցող հենապատի հետ ներդաշնակ այդպիսի նախագիծ է տալի, որից հետո շինարարական կազմակերպությունը շարունակում է։ Գիշերային ժամանակացույցով ցանցապատվում է Միասնիկյան պողոտայի մեկ այլ հատված եւս, ընդգրկելով 120 գծամետր տարածք։ Հենապատեր բարձրացվում են նաև Հրազդանի կիրճի մի քանի հատվածներում։
Հետիոտների ու վարորդների անվտանգության ապահովման համար պաշտպանիչ կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են նաև մայրաքաղաքի այլ հատվածներում։ Հենապատերի բարձրացման աշխատանքներն արդեն ավարտվել են Աթենքի փողոցի Կոնյակի գործարանին հարող հատվածում։ Բագրատոնյաց պողոտայից Իսակովի պողոտա տանող ճանապարհի Մայթեզրե հարակից հենապատը ևս աստիճանական սկզբունքով բարձրացվել է։ 2007 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ ընդամենը իրականացվել են 29 հենապատերի աշխատանքներ։ Միայն 2013-12 թվականին, այս տարի, 13 օբյեկտներում են իրականացվում ամրացման վերակառուցման որոշման աշխատանքներ։ Այս տարվա ֆիզիկական ծավալները գրեթե կազմում են նախորդ 4 տարիների կեսին հավասար։ Քաղաքապետի հանձնարարականի համաձայն արդեն իսկ կազմվել ու պատրաստ են 2013 թվականի ընթացքում նախատեսված հենապատերի ամրացման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը։ Շատ ապահով կլինի, ժողովրդի համար շատ լավ կլինի։ Շատ ճիշտ է։ Դրա համար ավելի ապահով է։ Երևանցիների անվտանգության ապահովման հարցն ու դրան ուղղված ծրագրերի իրականացումը քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած ծրագրային քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Աշխատանքային խորհրդակցություններից մեկում քաղաքապետն այդ ուղղությամբ նշել է. «Մենք բոլորս պատասխանատու ենք եւ օր ու գիշեր աշխատելով մեր ծրագրերը պետք է հասցնենք ամբողջությամբ իրականացնել, որպեսզի մեր քաղաքի բնակչության համար կարողանանք ստեղծել հարմարավետ պայմաններ»։ Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառումը բացառապես սահմանված կանգառագոտիներում իրականացնելու նպատակով դեռ նախորդ տարվանից Մայթերի հարակից երթևեկելի առաջին շարքերը կառավարվեցին ռետինե բարձակներով, որոնց նպատակը այլ տրանսպորտային միջոցների տվյալ գոտիներ մուտքը կամ կանգառումը բացառելն էր, այդպիսով կանխելով նաև խցանումների հնարավոր առաջացումը։ Բարձակներից մի քանիսը տարբեր պատճառներով վնասվել կամ պոկվել էին։ Ըստ անհրաժեշտության սկսվել են դրանց վերատեղադրման աշխատանքները։ Մասնավորապես Մաշտոցի պողոտայում դրանց ամբողջական վերատեղադրումը անխուսափելի էր, քանի որ պողոտան մեկն էր այն բազմաթիվներից, որոնք հիմնովին ասֆալտապատվեցին։ Ընդ որում այս տարի բարձակները ասֆալտին են ամրացվում ոչ թե հատուկ պտուտակներով, այլ խրվում են նախապես պատրաստված բետոնե շաղախի մեջ, ինչն ըստ մասնագետների ավելի նպատակային է։ Խանջան փողոցը արդեն վերջացել ենք եւ նշագծումները կատարված է, Մաշտոցի պողոտան եւ Բաղրամյան պողոտան, քանի որ նոր է ասֆալտապատման աշխատանքները ավարտվել, շարունակում ենք եւ ամրացնելուց հետո կկատարվեն նույնպես գծանշման աշխատանքներ։ Հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված բարեփոխումների շրջանակում երթուղային նոր ցանցի դրույթներից ելնելով հաստատված ժամանակացույցով մայիսի վերջից մեկնարկել են երթուղիների մրցույթները։ Դրանց հիմքում հիմնականում միկրոավտոբուսային երթուղիները նվազեցնելն ու փոխարենը շեշտը ավտոբուսայինների վրա դնելն է։ Մինչ օրս կազմակերպված միկրոավտոբուսային 38 մրցույթներից հաղթող են ճանաչվել 24-ը։ 14 երթուղագծերում մրցութային կամ այլ պայմանները չբավարարելու պատճառով կանցկացվեն կրկնամրցույթներ։ 24 երթուղիներից արդեն թվով 100 միկրոավտոբուս պակասել է նախկին գործողի նկատմամբ։ Միաժամանակ պետք է նշեմ, որ այս երկու ամիսների ընթացքում թվով 66 RAF եւ երազմակնիշի ավտոմեքենայի դուրս հանվել երթուղիների սպասարկումից։ Հենրիկ Նավասարդյանը խոստանում է, որ միկրոավտոբուսների թվի նկատելի կրճատում երևանցիները կզգան արդեն նոր ուսումնական տարվանից, փոխարենը արձանագրելով ավտոբուսների թվի աճ։ Պատկերը ավելի կամբողջանա նոյեմբերի վերջին, երբ կամփոփվեն մրցույթների արդյունքները եւ երթուղիներից դուրս կբերվեն նախատեսված տեխնիկական եւ այլ պահանջներին չհամապատասխանող բոլոր ուղևորատարները։ Իսկ ավտոբուսային երթուղիների 9 մրցույթներից սահմանված անցողիկ շեմը մինչ այժմ հաղթահարել են 4 երթուղիներ։ Մյուս 5-ի դեպքում դարձյալ կանցկացվեն կրկնամրցույթներ։ Ի դեպ մասնավոր ընկերությունների կողմից նախնական տվյալներով Երևան կներկրվեն եւս շուրջ 100 ավտոբուսներ։ Երթուղային ցանցով նախատեսված նախնական տվյալներով մենք նախատեսել ենք, որ պետք է ունենանք շուրջ 930 ավտոբուս, որից օրական 700-720 ավտոբուս պետք է սպասարկվի Երևան քաղաքում։ Նկատենք նաև, որ երթևեկության անվտանգության բարձրացման նկատառումներով հիմնանորոգված մի շարք պողոտաների հանդիպակաց գոտիների տարանջատման կամ հոծ գծերի միջնամասերում կտեղադրվեն ահա այսպիսի լուսային անդրադարձիչներ, որոնք հատկապես գիշերային ժամերին նպաստում են վարորդների ճիշտ կողմնորոշվելուն։ Սա նոր վարչական շրջանի Գայի պողոտան է, որն արդեն իսկ կառավարված է լուսային անդրադարձիչներով։ Ծրագիրը շուտով կմեկնարկի նաև Բաղրամյան ու Մաշտոցի պողոտաներում։ Հետագայում այս ցանկը ամենայն հավանականությամբ կընդլայնվի։
Սա Երևանի առաջին վերգետնյա հետիոտ տնանցումն է։ Էրեբունու ոստիկանության եւ համար 120 դպրոցի հանդիպակաց մայթերն է կապում։ Կառուցվել է 1970-ականներին եւ միակն է եղել մինչեւ 2006 թվականը, երբ կառուցվեց Իսակովի պողոտայինը։ Անհրաժեշտության ու ապահովության համադրություն այս կառույցների կառուցումը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ ներառվել է Մայրաքաղաքի հարմարավետության 2012-ի առաջնայինություններում։ Այսօր Երևանում շահագործվում է 10 վերգետնյա հետիոտ տնանցում։ Այս օրերին Երևանում կառուցվում են եւս 7 վերգետնյաներ։ Փողոցը անցնելիս շատ վտանգավոր է հիմա դարձել։ Դրա համար բնականաբար օգտվում ենք։ Քննարկումների արդյունքում մենք ունենք մոտավորապես 30-ից ավել տեղեր, որոնք նախատեսվում է հետագայում այդտեղ կառուցել վերգետնյա անցումներ։ Այսպես ունենք բաժանել ենք 3 խաղ՝ առաջնահերթ, երկրորդ հերթի եւ հետագա տարիների ծրագրերի համար։ Վերգետնյա անցումի տեղը որոշում են համատեղ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ճանապարհային ոստիկանությունը, Երևան նախագիծն ու քաղաքացիները։ Ազատության պողոտա, Ներսիսյան, Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում լայն պողոտայի երկրորդ վերգետնյան է կառուցվում։ Այսպիսին է անցումը նախագծերում, այսպիսին է անցումի ներքին կառուցվածքը։ Նախագծողը մաքսիմալ հաշվի է առել, որպեսզի ծառեր չկտրեն, մաքսիմալ հաշվի է առել կոմունիկացիոն ցանցերի առկայության վիճակը։ Վերգետնյա անցումների կառուցման չափորոշիչներից միայն բարձրությունն է հաստատագրված 4.5 մետրից ոչ պակաս, հաշվարկված է ինչպես տրանսպորտային առօրյա երթևեկի, այնպես էլ բացառիկ դեպքերի համար։ Եթե հիշում եք, անկախության 20-ամյակի հետ կապված ծանր տեխնիկայի տեղափոխման հետ կապված այդպիսի դեպքեր արտացած։ Երևան քաղաքում պատահում են դեպքեր, երբ ծանր տեխնիկայի անցնում, օրինակ տրանսֆորմատորային տեղափոխում։ Կառուցվող 7 վերգետնյաներից մեկը Խանջան փողոցում է։ Այստեղ էլ կառուցողը արագությունը չի գերադասում որակին, որպեսզի ապահովի ֆունկցիոնալ կարևորությանը համարժեք ամրություն։ 350 մարգայի բետոն ենք օգտագործում։ Դե բետոնն էլ իր պահանջին համապատասխան 28 օրում նոր ձեռքաբերում ամրություններ։ Այդ ընթացքում մենք կառուցում ենք թռիչքային ծածկը, որպեսզի պատրաստ լինի համապատասխան ժամանակի ընթացքում բերենք եւ տեղադրենք։ Քաղաքապետի հանձնարարությամբ ընթացիկ շտկվում են նաև շահագործվող անցումների նկատված թերությունները։ Տեղումներից հետո կերամիկական սալերի վրա անցուդարձը բավականին դժվար էր։ Բնակչությունից ստացվեց բավականին բողոքներ եւ այս տարի Երևանի քաղաքապետը հանձնարարական իջեցրեց, որ փոխենք ծածկը եւ տեսնում եք մենք քանդել ենք կերամիկական սալեր եւ նատեղը արել ենք ասֆալտ։ Վերգետնյա հետիոտն 7 նոր անցումների շահագործման հանձնումը նախորդելու է ուսումնական տարվա մեկնարկին։ Երևանի քաղաքապետարանը բնակելի եւ հասարակական կառուցապատման համար հայտարարում է բնակավայրերի նպատակային նշանակության համայնքային սեփականություն համարվող հողամասերի դասականաճյուղ, թվով 70 կտոր հողամասեր Նոր վարչական շրջանի սահմաններում Գյուրջան փողոցին հարող տարածքում, թվով 15 կտոր հողամասեր Շենգավիթ վարչական շրջանի սահմաններում Արտաշատի խճուղուն հարող տարածքում, թվով 60 կտոր հողամասեր Աչափնյակ վարչական շրջանի սահմաններում Աշտարակի խճուղուն հարող տարածքում, Վահագնի թաղամասի մոտ, թվով 35 կտոր հողամասեր Ավան վարչական շրջանի սահմաններում Սաֆարյան փողոցին հարող տարածքում Բագրևանդ թաղամասի մոտ աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման եւ անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում արգիշտի 1 առաջին հարկ մուտքն աշտարակի կողմից։ Աճուրդով օտարվող հողամասերի վերաբերյալ հրապարակային ծանուցման մանրամասն տվյալները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում 3w.yerevan.am մանրամասների համար զանգահարել 51 41 73 հեռախոսահամարով։ Երևանի քաղաքապետարան